Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, ինչ հարցազրույցին անցնելը մենք խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, ապա խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate կոճակը։ Ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Եվ այսպես Հայաստանում թվային եւ ֆինանսների նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումն է սպասում ապրիլի 3-ին, որը Doing Digital Forum-ն է, որն այս տարի կանցկացվի արդեն 3-րդ անգամ անընդմեջ, թե ինչ է այս ֆորումը եւ ինչու է այն կարեւոր Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական կյանքի համար եւ ոչ միայն Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական կյանքի համար։ Ես կզրուցեմ Doing Digital Forum-ի հիմնադիր Spring PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրամյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Եվ այսպես Տաթևիկ, անցյալ տարի եւս զրուցել ենք ձեզ հետ մոտավորապես այս ֆորմատով, այս միջոցառման մասին, որը բավական ներկայանալի միջոցառում էր։ Անցած տարի ես ինքս մասնակցել եմ այդ միջոցառմանը եւ բազմաթիվ հետաքրքիր ելույթներ եւ ուրեմն տարբեր networking-ային նաև քննարկումներ ու հանդիպումներ էին տեղի ունենում, որոնք տնտեսական եւ ֆինանսական ուրեմն աշխարհի ներկայացուցիչների համար շատ կարեւոր են։ Այս տարվա միջոցառման մասին մի փոքր պատմեք մեզ, թեման հիմնական, խորագիրը, դրա կարևորությունը եւ ինչ ձևաչափով է տեղի ունենալու այս տարի, ինչ է սպասվում։ Իրականում այո, շնորհակալ եմ կարծիքի համար, շատ կարևոր է ու պատասխանատու։ Արդեն 3-րդ տարի Doing Digital Forum-ը անցկացվում է Երևանում եւ այո, մեր թիմը ամբողջ պատրաստակամությամբ հնարավորինս անում է, որպեսզի նախորդ տարիների փորձառությունը ել ավելի բարելավի եւ ամեն տարի մենք ինքներս մեզ համար նոր նշաձող ենք սահմանում։ Եթե խոսենք թեմայի մասին այս տարվա, բավականին հետաքրքիր եւ արդիական ես նույնիսկ ասեի հրատապ թեմա է այն առումով, որ բոլոր նախորդ երկու ֆորումների ժամանակ մենք քննարկում էինք առհասարակ փողը եւ ֆինանսների ապագան, հա, խոսում էինք բլոկչեյն տեխնոլոգիաների մասին, Web 3-ի մասին առանձին ելույթներով, բայց հրամայական է եւ չնայած որ մենք 1 տարի առաջ ենք սկսում նախապատրաստվել ֆորումի խոսնակներն ենք ընտրում, թեման ենք նախանշում եւ այլն, բայց կարեւորում եմ, որ տեսանք այդ հետաքրքրությունը եւ որոշակի քաղաքական, տնտեսական, գլոբալ իրադարձություններ նաեւ նպաստեցին, որ ել ավելի արդիական թեմայով ենք այս տարի հանդես գալիս, ապագայի փողը, տնտեսական ազդեցությունը, այս տարի եթե նախորդ տարիներին ավելի օրինակ պանելային քննարկման մակարդակում էինք խոսում, հա, այն թեմայից, որ այս տարի մեր հիմնական հովանոցային թեման է, ապա այս ամբողջ ֆորումը նվիրված է դրան եւ բավականին հետաքրքիր թեժ քննարկումներ են ստացվելու եւ սպասվում նամանավանդ, որ մենք նաեւ ակտիվ քննարկում ենք եւ ես տեսել եմ նաեւ նախորդ ձեր հարցազրույցները Կենտրոնական բանկի հետ եւ համայնքի հետ կարգավորման մասով, այսինքն այդ առումով էլ նաեւ հետաքրքիր միջավայրում ենք անցկացնում։ Այո, մենք դեռ կզրուցենք թվային փողերի, թվային փոխակերպումների մասին։ Մի փոքր կխնդրեի նաև պատմել անցած տարվա միջոցառման արդյունքների մասին։ Ինչ արդյունքներ կան, որ կցանկանայի ամփոփել եւ ներկայացնել հիմա։ Այսինքն սովորաբար լինում են միջոցառումներ, որոնք լինում են եւ անցնում են, հա։ Ենթադրում եմ ձեր այդ միջոցառումներից չի։ Մի փոքր պատմեք, խնդրեմ։ Եթե խոսենք արդյունքների տեսանկյունից, տեսեք մի քանի մակարդակում պետք է խոսենք, հա, առաջին հերթին մենք մեծ նպատակ ենք դրել դիրքավորել երկիրը որպես թվային տրանսֆորմացիայի հաբ կամ տեխնոլոգիական հաբ, հիմա նաև խոսում ենք նորարարությունների մասին եւ այս առումով, հա, կրիպտոկարգավորումների, բլոկչեյն տեխնոլոգիաների մասով նաև դիրքավորում իրականացնելու եւ կարող եմ ասել, որ այն արդյունքները, որոնք որ մենք նախանշել մեր սպասումները չեն գերազանցել, չեմ կարող ասել, որ գերազանցել են, բայց նույնիսկ խոսնակների հետաքրքրվածության մակարդակով այն դիլեգացիաների, որ այս տարի ունենալու ենք, ներդրողների եւ տարբեր երկրների մասնակցության առումով հասել ենք մեր նպատակին, այսինքն ֆորումը դիտարկում են որպես պլատֆորմ այցեքարտ գալու շփվելու, արդյունքներից ամենակարևորը վստահությունն է, որովհետեւ մեր բոլոր գործընկերները, այդ թվում եւ Fastex-ը, ովքեր
եղել են ֆորումի կողքին առաջին տարվանից սկսած, երբ դեռ մենք չունենք որևէ արդյունք ցույց տալու, հա, ուղղակի ունենք այդ իդեան միավորելու բոլորին եւ լինելու բոլորի ձայնը եւ բոլորի խոսափողը եւ չտանելու որևէ, հա, առանձին ընկերության կամ միայն պետության կամ միայն միջազգային օրակարգը, հա, այլ բոլորին միավորելու եւ նաեւ դիրքավորման ու հետաքրքիր մոտեցումների առումով, որ դիտարկում են Հայաստանը տարբեր խոշոր ընկերություններ, դրանում վկայում են նաեւ այս թվում այս տարի մեր գործընկերների ցանցում, հա, բավականին հետաքրքիր խոշոր տեխնոգիգանտների մասնակցությունը եւ մասնակիցների տարեցտարի հետաքրքրությունը, չնայած որ շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք տեղավորել Դվինում, բայց նաև հուսով եմ, որ հաջորդ տարիներին նաև մասնակցության առումով կունենանք ու Հայաստանի առումով էլ մարզերի ներգրավվածությունը եւ հետաքրքրությունը, որովհետեւ տարբեր ուսումնական հաստատությունների հետ մեր հուշագրերը եւ նաև կրթական համայնքի, հա, առաջընթացը եւ առաջադեմ լինելը հնարավորություն է տալիս, որ մարզերից էլ մասնագետներ եւ ուսանողներ մասնակցեն ֆորումին։ Տեխնոգիգանտներից, եթե չեմ սխալվում, Amazon-ն է միացել այս տարի որպես գործընկեր, ինչպես է դա հաջողվել եւ ինչ է դա ձեզ համար։ Ես կարծում եմ, որ երկրի համար բավականին մեծ նշանակություն ունի Amazon Web ծառայությունների ներկայությունը Հայաստանում եւ ֆորումին լինելու են նաեւ երկու խոսնակ, իրենցից տարբեր ֆորմատներով բավականին հետաքրքիր քննարկումներով հաջորդիվ քննարկենք։ Շատ լավ։ Վախտանգ, լինելով ոլորտի ակտիվ խաղացող ընկերություններից մեկի ղեկավարը, ասած գալով նաև խորագրից այս ֆորումի, հա, ապագայի փողը որն է դա նախ, ասես արդյոք դա կրիպտոն է եւ Web 3 ընդհանրապես այդ առումով, հա, բիզնեսների համար աշխարհում եւ հատկապես Հայաստանում ինչ հնարավորություններ են ստեղծում։ Շնորհակալություն։ Տեսեք, տեխնոլոգիաները մեր կյանքի բոլոր ոլորտներում են եւ իրենց մուտքը եւ տարածումը բերում է նրան, որ բավական մեծ, երբեմն նաև ոլորտներ կան, որ էական վերափոխումների են ենթարկվում։ Հիմա փողը եւս տեխնոլոգիական ազդեցության ներքո իր իհարկե հիմնական ֆունկցիան եւ նպատակը չկորցնելով բնական է, որոշակի լրացուցիչ ատրիբուտներ է ստանում, մասնավորապես այս պարագայում, եթե մենք խոսենք Web 3-ի մասին եւ բլոկչեյնի մասին, ապա փողը կամ էլեկտրոնային փողի այսպես դրսևորումը ավելի ծրագրավորված եւ կառավարելի, հա, տրամաբանությամբ է աշխատում։ Մեկ-երկու օրինակ վերեմ, որ պարզ լինի, օրինակ, ցանկացած վճարման կամ փոխանցման մեջ պատկերացրեք, որ ներկառուցված լինի ալգորիթմ հարկերը վճարելու, հա։ Կամ օրինակի համար 16 տարեկան եւ ավելի ցածր մարդկանց մոտ փողը լինելուց հնարավոր չլինի ձեռք բերել, ասենք, ծխախոտ կամ ոգելիչ խմիչքներ։ Եվ նմանատիպ այլ բաներ։ Առևտրային գործարքների ժամանակ նախապես պայմանավորված սխեմաները արդեն իսկ ծրագրավորել փողի մեջ, որպեսզի ապրանքների կամ ինչ-որ մի այլ իրադարձության ի հայտ գալու պարագայում վճարումը նոր տեղի ունենա, հա։ Այդ ամբողջը բերում է նրան, որ մի կողմից բիզնեսը, տնտեսությունը, պետությունը նաև իր ծախսերի պարագայում էական օպտիմիզացիայի հնարավորություն է ստանում ավտոմատացման միջոցով եւ մյուս առումով է նաև շատ դեպքերում, երբ որ խոսքը գնում է երկու անհատների միջև, այսպես ասած, տարական գործարքներ իրականացնելուց, նաև առանց միջնորդների դա անելու հնարավորություն է բացում, այսպես կոչված P2P, հա, կամ person to person հարաբերություններում բլոկչեյնը այս առումով մի նոր միջավայր է, մի նոր իրողություն է մեր ընդհանրապես հասարակության մեջ, որը թույլ է տալիս միջնորդներից զերծ մնալ եւ ուղղակիորեն հարաբերվել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում եւ վճարումների եւ այլ հարցերում։ Այդ առումով Web 3 տեխնոլոգիաները հատկապես որ ոլորտներում են ունենալու ամենամեծ ազդեցություն առաջիկայում։ Տեսեք, ուսումնասիրությունները ցույց են տալիս եւ փաստերը վկայում են, որ ֆինանսները առաջատարն են այս ոլորտում, քանի որ ուղղակիորեն փողը տվյալների կառավարումը, հա, ամենատեխնոլոգիապես նաև հագեցած ոլորտներից էր ֆինանսները, բանկային գործը, ապահովագրությունը նույն, որտեղ ավտոմատացման մակարդակը եւ նաև գործարքների բազմազանությունը բերում էին նրան, որ այդպես ալգորիթմներ կիրառել եւ արդեն իսկ գործող մեխանիզմները ավտոմատացնել փողի նաև շարժի տեսանկյունից բավական հեշտ եւ այսպես ասած ոնց որ հրամայական էր դառնում,
Միևնույն ժամանակ կան այլ ոլորտներ, օրինակ նույն թվային իդենտիֆիկացիայի հարցը, որը շատ կարևոր հարցերից մեկն է այսօր այսպես թվային աշխարհում, եւս բլոկչեյն տեխնոլոգիաների եւ Web3-ի միջոցով հնարավորություն է տալիս թափանցիկ, հասանելի եւ արագ եւ անվտանգ ամենակարևորը լուծումներ ապահովել։ Այդ տեսանկյունից ցանկացած հավաստագրերի կամ որևէ իրավունքի կամ փաստի արձանագրումը կլինի դա համասարանի դիպլոմը, թե քո աշխատանքային գրքույկը, թե որտեղ ես դու աշխատել, ինչ ես արել, բլոկչեյնի վրա դա արձանագրելու եւ տվյալները պահելու տեսանկյունից դարձնում է դրանք անփոփոխ, հասանելի նաեւ քո կողմից կառավարող քո անհատական տվյալների այսպես նաեւ գործիքակազմ է տալիս քեզ, ինչը կարծում եմ, որ այսօրվա մեր իրականության մեջ եւ այս թվայնացման այսպես արագ ընթացքի մեջ շատ կրիտիկական առավելություններ է ստեղծում։ Թաթևիկ, քանի որ թեման հենց ձեր ապագայի փողն է, կրիպտոն է եւ այլն, մեր համատեքստում իհարկե քննարկվելու է նաեւ կրիպտոյի հարցը, հայաստանյան կարգավորումները եւ այլը, որ նոր են ներդրվում։ Այս առումով Հայաստանը որքանով է ըստ ձեզ ինքը այսպես գրավիչ երկիր կրիպտոյի համար, կրիպտոգործարքների համար, ընկերությունների համար, որոնք կրիպտոյով զբաղվում են, եւ առհասարակ ինչպես է Հայաստանը ներկայացված լինելու, Հայաստանի առաջարկը ներկայացված լինելու ֆորումին։ Իրականում այո, եւ մենք ամեն տարի ենք հնարավորություն տալիս եւ սիրով լսում մեր կարգավորող մարմնին, կենտրոնական բանկը ներկայացված է լինելու ամենաբարձր մակարդակով եւ կենտրոնական բանկի ղեկավարը Մարտին Գալստյանը, նախագահը ունենալու է keynote ելույթ, հիմնական խոսնակներից է մեր եւ իր ելույթի վերնագիրը հենց ապագայի փողը կամ փողի ապագան, այդ առումով նաև պետական տարբեր կառույցներ են հրավիրել պանելային քննարկումներին մասնակցելու, կենտրոնական բանկը էլի պանելային քննարկումներից մեկում կլինի, բայց նաև ընկերություններն են բավականին ակտիվ, այսինքն եթե դիտարկում ենք այսպես խոսնակների ցանկը, line-up-ը, այսպես ասած, հա, մենք մի փոքր այսպես անդրադարձ կատարելով տրամաբանությունը, հետո գալով Հայաստանին, հա, ինչպես միշտ ամեն տարի մեր հիմնական խոսնակը ֆուտուրիստ է եւ այս տարի մենք հրավիրել ենք Գերդ Լեոնարդին, ով Technology vs Humanity bestseller գրքի հեղինակն է եւ հասարակության փոփոխությունների եւ այդ թվում նաեւ ֆինանսական համակարգերում փոփոխությունների բավականին լուրջ փորձագետ է, տարբեր երկրների կառավարությունների է խորհրդատվություն մատուցում, խոշոր ընկերությունների, Big 4 խորհրդատվական ընկերությունների հետ է աշխատում, հա, Հենրին Արսլանյան գալու այս տարի Հայաստան, նախորդ տարի մի փոքր առողջական հարց ուներ, բայց այս տարի լինելու է եւ թե keynote ելույթով է հանդես գալու, թե պանելային քննարկում է կառավարելու ու այստեղ անդրադառնալով Վախթանգին ձեր տրված հարցին, հա, մենք ունենալու ենք պանելային քննարկում, որը կոչվում է Բարտերից կրիպտո եւ ամենևին չունենք մեր արժեվ դրված օրակարգ խոսելու, որ կրիպտոն է ապագայի փողը, հա, որովհետեւ եթե անդրադառնում ենք փողի զարգացման պատմությանը եւ արդյունքներից մեկը նաեւ այն է ֆորումի, որ մենք բավականին լուրջ կրթական ֆունկցիա ենք իրականացնում եւ ինչպես ամեն անգամ ասում եմ, մեր նպատակն է նաեւ հասարակությանը այս բոլոր փոփոխություններին նախապատրաստելը, նաև տեղեկատվական նյութեր ենք հրապարակում մեր մեդիա գործընկերների միջոցով, ու այս վերջերս այսպես մեծ նյութ հրապարակեցինք առհասարակ փողի պատմության մասին, հա, եւ նաեւ հիմա հետաքրքիր մի քիչ ճակերտներ բացեմ կենտրոնական բանկի թանգարանի, հա, փողի թանգարանի հետ կապված նաեւ որոշակի կոմունիկացիա ենք անելու, այսինքն այստեղ շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, մենք բարտերն ենք այսօր օգտագործում, հա, այլ բան է թե ինչպես է դա կարգավորված, ինչքան հաճախականությամբ ենք օգտագործում եւ այլն, այսինքն այստեղ շատ կարեւոր է հասկանալ, որ գալիս է միջազգային փորձը եւ օրինակ Amazon ընկերության մասին խոսեցիք, իրենք երկու ելույթ են ունենալու եւ իրենց Enterprise Technologist-ը խոսելու է Amazon-ի մասին որպես ընկերություն, տեխնոլոգիական ընկերություն, ինչպես այն վերափոխվեց, հա, եւ արդյոք կարելի է ասել, որ fintech է
Amazon-ը այսօր, կամ ինչ նորարարություններ են անում դատայի վրա հիմնված, հա, այսօր խոշոր ընկերությունները, ոչ միայն Amazon-ը, նաև Visa-ն է աշխարհի խոշոր ընկերություններից մեկը մեր օրակարգում լինելու էլի keynote ելույթով, հա, հայկական տեղական ընկերությունները ներկայացված են ամենաներկայացուցչական կազմով եւ առաջնորդող ընկերություններն են, այդ թվում օրինակ Fast Bank-ն է այս տարի միացել միջոցառմանը եւ խորհրդի անդամներից մեկը վարելու է պանելային քննարկումներից մեկը, որը խոսելու է հենց թվային փողի ազդեցության մասին տնտեսության վրա եւ նաեւ ունենալու ենք հայկական ընկերություններ, օրինակ Apricot Capital-ը որպես ներդրումային ընկերություն, որը արդեն հա այս 1 տարվա ընթացքում հասցրել է եւ շատ ուրախ եմ այդ առումով, հա զարգացում է, եթե խոսում ենք ընկերությունների, Դուբայում բացել ընկերություն եւ Դուբայի ընկերության Apricot Capital-ի ներկայացուցիչն է լինելու Օֆելիան։ Այսինքն մենք փորձել ենք մեկտեղել տարբեր երկրներից առաջատար ընկերությունների եւ խոսնակների, որոնք շատերը իրենց նախաձեռնությամբ են միացել, որովհետեւ տեսնում են այստեղ այդ քննարկումների պլատֆորմը եւ ծանոթությունների նետվորքինգի, իսկ տեղական ընկերություններն էլ ամեն տարի թե մասնակցությամբ գալիս են լսելու, վերցնելու այդ փորձը, կիսվելու սեփական հաջողության պատմություններով կամ մարտահրավերներով ու սխալներով, հա, եւ այս կոնսոլիդացիան շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ թե առհասարակ դաշտի տեսանկյունից է ավելի առողջացնում, թե նաև հնարավորություն ենք ունենում այդ գիտելիքը բերել, թե որքանով է Հայաստանը պատրաստ, ինչքանով է crypto friendly երկիր, ինչպես հարցրեցիք, այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մասնագետները կասեն, համենայն դեպս մեր նպատակն է, որ մենք մեր ֆորումի միջոցով եւ այն գիտելիքի, այն հսկայական փորձի միջոցով, որին որ մենք տիրապետում ենք, հա, բերելով Հայաստան եւ այստեղից էլ նաև արտահանելով այդ փորձը հնարավորություն տանք մեր երկրին լինելու, այսպես ասած, միջազգային process-ների կիզակետում, չգնալու հետևից, որոշ առումով լինելու կիզակետում, բայց նաև ինչ որ առումով էլ հնարավորություն ունենալու առաջնորդել դա։ Ողջույն, վստահ եմ գիտեք այն քննարկումները, որ հիմա գնում են կրիպտո կարգավորումների շուրջ Հայաստանում, հա, մի մասը համայնքի կարծում է, որ սխալ է այդքան ծանր եւ Եվրամիության այսպես մակարդակի կամ Եվրամիության ստանդարտներին համապատասխաններ, ուրեմն կարգավորումներ դնել Հայաստանի նոր ձևավորվող էկոհամակարգի կամ ոլորտի վրա։ Մյուս մասը կարծում է, որ պետք է գնալ այդ ուղղությամբ։ Այս առումով Հայաստանը որքանով է գրավիչ նորարարական տեխնոլոգիական այդ ընկերությունների համար, ստարտափերի համար, Web3 այսպես ոլորտում ներգրաված եւ մեծ հեղինակություն ունեցող նաեւ ընկերությունների համար կարգավորվող այս որ նոր միջավայրը որ պետքա ստեղծի հայց կարգավորվող նոր խաղի կանոններով դա վանում է թե գրավում է այդ ընկերություններին։ Ես մեր ընկերության անունից կարող եմ ասել եւ նաեւ ընդհանուր այսպես ենթադրում եմ հայտնի փաստ կասեմ, որ ցանկացած բիզնես որոշակիություն է ուզում եւ կանխատեսելիություն է ուզում։ Այդ իմաստով կարգավորված դաշտում աշխատելը միշտ այլ հավասար պայմաններում ավելի ձեռնտու է եւ բիզնեսի համար ավելի երկարաժամկետ եւ ռազմավարական օրակարգ ձևավորելու նախադրյալներն է ստեղծում։ Այլ հարց, որ այդ նման օրենսդրությունը ճնշող եւ սահմանափակող չպետք է լինի, այսինքն այնպիսին, որ թղթի վրա մնա եւ իրական կյանքում բիզնեսին օգնող չլինի։ Դա իհարկե կոմպլեքս հարց է եւ մեկ օրենքի մասին չէ այստեղ խոսքը, այլ չգիտեմ, սկսած հարկային, հա, օրակարգից վերջացրած կրթական համակարգով երկրի, որտեղ բիզնեսին աշխատակիցներ են պետք եւ այսօր ցավոք սրտի օրինակ այս ոլորտում բանիմաց աշխատակիցներ ունենալ կամ իմանալ, որ ինչ որ կրթության, այսպես ասած, ուղղություն կա, որը կարող է քեզ գրավել եւ այդտեղից մարդիկ հավաքագրես, ցավոք սրտի կաղում է այդ մասը։ Բայց այլ հավասար պայմաններում նորից կրկնեմ, Եվրոմիության կարգավորումը այսօր ցանկացած կարգավորում, որ մենք տեսնում ենք երկրները որդեգրում են, եթե դա կարգավորում է, գրեթե նույն շրջանակների մեջ է, այսինքն մաքսիմում մոտեցված ֆինանսական համակարգի կարգավորմանը, տեխնոլոգիական այդ տարանջատումը չդնելով հիմքում որպես կարգավորման տարանջատում։ Այլ հարց, որ միշտ կարելի է հաշվի առնելով ոլորտի նոր լինելը եւ նաեւ տեխնոլոգիաների շատ արագ զարգացումը,
ինչ որ մի բան գրել եւ մտածել, որ 5 տարի այդ կարգավորումը այդպես կգնա, երբ թերևս ոչ, այստեղ երևի թե կարևորը այդ այսպես կոչված կարգավորվող ավազատուփերի կամ այդ regulatory sandbox կոչվածների, որտեղ թույլ տան ընկերություններին, մասնավորապես եթե ստարտափերի մասին եւ նորերի մասին, ովքեր այդքան կարողություն, հզորություն եւ հնարավորություն ունեն աշխատելու, ինչ որ սահմանափակ միջավայրում, ինչ որ էքսպերիմենտալ շրջանակներում, պայմանական ասեմ, օրինակ, չգիտեմ, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր հաճախորդի բալանսը 100,000 դրամից ոչ ավել սպասարկելու հնարավորությամբ թույլ տալ աշխատելու այդ ոլորտում, քանի որ վստահ եմ, որ թե կարգավորող մարմինը, թե բիզնեսը սովորելու բավական մեծ տեղ ունի եւ այդ համատեղ անցնելու ճանապարհը այդպես երևի թե ավելի հեշտ կլինի, քան ավելի, այսպես ասած, պատժիչ եւ օրենքի տառով, այսպես բավական խիստ ամենասկզբից օրակարգ դնելով։ Հարցը գուցե մի փոքր փիլիսոփայական հնչի, բայց կարծում եմ սա հետաքրքիր է, եթե գուցե նաև ֆորումի ժամանակ քննարկվի սա։ Կրիպտոն երբ ձևավորվում էր բլոկչեյն տեխնոլոգիաներ եւ այլն, դա համարվում էր, գոնե այդպես էինք ընկալում, ֆինանսական աշխարհում հեղափոխություն, որ ստեղծվելու է այդ ալտերնատիվ ֆինանսական համակարգ տեխնոլոգիաների վրա հիմնված, բանկային համակարգին զուգահեռ եւ այլ եւ այլ, բայց հիմա տեսնում ենք, որ կրիպտո ընկերությունները ուզում են կպնել բանկային համակարգին, ուզում են բանկերում հաշիվներ ունենալ, բանկերի միջոցով իրականացնել փոխանցումներ, ստանալ գործարքներ եւ այլ եւ այլը, եւ այստեղ նաև այդ իրենց անհամաձայնությունները կա կենտրոնական բանկի հետ։ Այ ինչու է կրիպտո ընկերությունները գալիս են դասական ֆինանսական համակարգի հետ, այսպես մեկտեղվելու կամ իրենց հետ աշխատելու, միմյանցից փոխկապվածություն առաջացնելու ճանապարհով գնում։ Մեկ կարևոր ընդհանրություն կա այդ ամենում, հաճախորդը նույնն է։ Եվ վերջին հաշվով մարդկանց ծառայություններ ենք մենք մատուցում։ Հիմա եթե մարդը սովորը որ պետք է քարտ ունենա եւ քարտով ծախսանի, մյուս տեսանկյունից էլ ցանկություն ունի նաեւ թվային ակտիվների մեջ ներդրումներ անել, պետք է հնարավորություն ստեղծի, որ այդ ակտիվները ցանկացած բա հեշտ ճանապարհով կոնվերտացվի առօրյա իր սպառման, այսպես ասած, գործիքակազմի մեջ եւ կարողանա վճարումներ անել դրանով։ Այդ իսկ տրամաբանության մեջ սիներգիան այն տեղն է, որտեղ այն բանալին է իմ կարծիքով, որը թույլ կտա, քանի որ բանկերն էլ արդեն իսկ տրադիցիոն այդ ֆինանսների մեջ երկար լինելու եւ շատ ավելի այսպես ծանրաբեռնված ռեգուլատիվ դաշտում աշխատելով որոշակի սահմանափակումներ ունեն կամ նույնիսկ չեն հասցնում այդ ներդրումներն անել տեխնոլոգիական արդիականացման այդպես դինամիկ եւ արագ, ինչպես աշխարհն է հիմա գնում, այդտեղ գալիս են այն տեխնոլոգիական ընկերությունները, ֆինտեքերը կլինեն, թե ապակենտրոնացված ֆինանսների հարթակներ կլինեն, թե ընդհանրապես տեխնոլոգիայի մատակարարներ կլինեն բլոկչեյնի տեսքով կամ թոքեններ ստեղծելու առումով, որը թույլ է տալիս շատ արագ այդ սիներգիան ապահովել եւ արդյունք տալ product-ի տեսքով։ Հիմա այդ առումով օրինակ այսպիսի մի մեծ տրենդ կա, որ վստահ եմ, որ մենք ֆորումի ժամանակ էլ ենք խոսալու, դա իրական ակտիվների թոքենիզացումն է, հա, real world asset tokenization է կոչվում, այդ ուղղությունը, որը բավական մեծ ինդուստրիա եւ շուկա է արդեն, երբ որ հնարավորություն է ստեղծվում թոքենների միջոց թոքենիզացնել, արդեն իսկ, չգիտեմ, լինի դա հյուրանոցի բաժնետոմսերը կամ հենց անշարժ գույքը, թե որևիցե ընկերության ընթացիկ, հա, եկամուտ է, այսպես ասած, այդ ամբողջը թույլ է տալիս մարդկանց շատ ավելի դիվերսիֆիկացված ներդրումային հնարավորություններ տալու, հա, որոշումներ կայացնելու առումով։ Եվ ինչպես ասեցի, շատ դեպքերում բլոկչեյն տեխնոլոգիաները, քանի որ սահմաններ չճանաչող տեխնոլոգիա է, այդ իմաստով նաև աշխարհը բացել նաև ներդրումային տեսանկյունից, որը կարծում եմ մեր նման երկրի համար եւս շատ մեծ առավելություններ կարող է ստեղծել։ Ֆորումի թվային փողի ազդեցություն տնտեսական աճի վրա պանելային քննարկմանը մասնակցում է ՄԱԿ-ի Պարենային համաշխարհային ծրագրի ուրեմն տարածաշրջանային ղեկավարը։ Հետաքրքիր է այս պանելային քննարկման կամ թեմայի այսպես համատեքստում ինչ քննարկում է լինելու, ինչին է նվիրված լինելու, ինչու է դա կարևոր։ Այստեղ պետք է Վախթանգի խոսքում առաջի հատվածում հնչածին անդրադառնամ ծրագրավորվող փողին, հա, այդ ասույթին, որովհետև նաև ոնց որ Վախթանգը նշեց, շատ կարևոր է հասկանալ, որ եթե մենք խոսում ենք այսօր տեխնոլոգիաների եւ նորարարության մասին, ապա դա ազդում է
տարբեր ոլորտների վրա, հա, եւ ինչպես խոսեցինք օրինակ այնպես ծրագրավորել փողը, որ երեխաները չկարողանան ձեռք բերել այս կամ այն ապրանքները, նույն պարագայում էլ ավելի ազդեցիկ, ազդեցություն ունեցող հասանելի, հա, հասանելիություն ապահովող օրինակ փողի մասին խոսել, ծրագրավորված, հա, միջոցների մասին խոսել, որտեղ որ օրինակ աղքատության հաղթահարման ռազմավարության իրականացման առումով կամ օգնության ավելի թիրախային եւ ճշգրիտ կիրառման արդյունքում օրինակ կկարողանանք դա ապահովել, այսինքն նաեւ այո, ՄԱԿ-ի էջենսիներն են այդ մասին խոսում եւ մեզ էլ շատ հետաքրքիր թե ինչպիսի օրակարգ է ձևավորվում այդտեղ եւ շատ կարեւորում եմ նաեւ այստեղ փաստել այն հանգամանքը, որ տարիներ առաջ, երբ որ խոսում էինք, չգիտեմ, բլոկչեյն տեխնոլոգիաների մասին, կրիպտոյի մասին կամ առհասարակ բիթքոին ասվածը, հա, այսպես ավելի հասանելի, հա, տերմիններ ասեմ հասարակության համար, այսպես մի բան կար, կոմունիկացիոն նույնիսկ առումով, որ չեն էլ կոմունիկացնում, որոշ առումներով համարվում էր ոչ էթիկական, որովհետև անհասկանալի էր, հա, այս քննարկումները բերել են դաշտ, որտեղ մենք կխոսենք կրթությունից եւ այն կարիքներից, որոնք ունեն այսօր տեխնոլոգիական ընկերությունները, խոսել ի վերջո էլի թվային փոխակերպման օրակարգից, որտեղ որ տարբեր ընկերություններ այսօր մենք որպես ստրատեգիական կոմունիկացիաներով զբաղվող ընկերություն ամեն օր շփվում ենք օրինակ արտադրողների հետ, հա, եւ իրենց հետ քննարկումներ ենք ունենում, ինչպես անկախանալ օրինակ մեծ խաղացողներից, հա, եւ իրենց ապրանքները ավելի լավ ներկայացնել։ Այստեղ այլ ընտրանք չկա, այսինքն մենք գնում ենք թվային աշխարհ, այստեղ պետք է շատ ակտիվ լինել, որպեսզի թե անկախությունը, թե մրցակցությունը, թե սեփական դատան կառավարելու հնարավորությունը ունենանք եւ հասկանանք, որ դա է այսօրվա տնտեսության ամենակարևոր հիմնասյուներից մեկը։ Քանի որ ապագայի մասին խոսեցինք, իսկ դասական ֆինանսների ապագայի տեսլականը ո՞րն է, ինչպիսին է լինելու տեխնոլոգիաների արագ ինտեգրման, զարգացման պայմաններում։ Տեսեք, այսօր այսպես կոչված տերմին կա personalized finance, հա, որը հնարավորություն է տալիս թե արհեստական բանականության միջոցով մեծ տվյալներ մարդկանց վարքագիծը ուսումնասիրելու, թե տեխնոլոգիայի այդ ճկունության շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդի համար իր համար լավագույն, այսպես ասած, ծառայությունների փաթեթ առաջարկվի, հա, այսինքն եթե բանկը տեսնում է, որ իր հաճախորդը ամեն օր ինչ-որ խանութից, ասենք, առևտուր է անում կամ նույնիսկ տվյալ ճանապարհով է գնում տուն եւ գալիս, ապա կարող է տարբեր տիպի խորհուրդներ տալով, հա, նույնիսկ այդպես արհեստական բանականություն օգտագործելով ուղղորդի տվյալ հաճախորդին մի կողմից այն տնտեսվարողներին, որը որ իր հաճախորդներն են եւ այդպես այսպես կոչված երկկողմանի փոխշահավետ այսպես լուծումներ առաջարկի, բայց մյուս կողմից էլ տվյալների ամբողջությունը այնքան շատ են, որ հնարավորություն են տալիս բազմաթիվ այսպես tailor made կոչվում, հա, այդ այսպես հատուկ իր չափով, հա, շորեր կարեն եւ ծառայություններ մատուցեն։ Այդ իմաստով իհարկե հաճախորդներն էլ արդեն մի քիչ, այսպես ճակերտավոր ասած, երես են առնում, որտեղ կան նաև բազմաթիվ հարթակներ, որտեղ առանց բանկերի կամ տրադիցիոն ֆինանսների մասնակցությամբ կամ միջնորդությամբ իրանք կարող են, օրինակ մենք երկուսով կարող ենք միմյանց, ասենք, կրիպտոակտիվ կամ որոշյալ թվային ակտիվ առնել եւ վաճառել, հա, փոխադարձ կամ փոխանցել իրար, շրջանցելով ֆինանսական համակարգը։ Իհարկե դա իր հետ բազմաթիվ ռիսկեր է բերում, որտեղ խարդախություն կա, սպառողների շահերի պաշտպանության հարցեր կան, անվտանգության հարցեր կան եւ այլն, որը բերում է մի այսպես ռացիոնալ դաշտ մարգագծի բոլորին էլ, որ բոլոր խաղացողներն է շուկայի հասկանում են, որ ինչքան համագործակցային եւ խաղի կանոնների ներքո աշխատեն, որը նաեւ հասկանալի կլինի սպառողին, վերջին հաշվով այդ տորթը այնքան մեծ է, որ բոլորն է կարող են իր բաժին ունենան, էլի։ Իսկ ապագայի բանկը ո՞րն է եւ ապագայի կարգավորողը այդ առումով։ Ապագան այնքան անորոշ է եւ այնքան արագ փոփոխվող, առավել եւս այս տեխնոլոգիաների առումով, որ միարժեքորեն թվային է, միարժեքորեն այսպես էլ տերմին կա digitally first, այսինքն ցանկացած ծառայություն, որ ծնվելու է, առաջինը թվային տեսքով է ծնվելու, հետո նոր արդեն ենթադրում եմ, որ ոչ մասնաճյուղերի ցանցի այդքան մեծ հասանելիություն են բանկը գրպանում է լինելու, բանկը լինելու է ոչ միայն բանկ, այլ շատ ավելի մեծ հարթակ, այսպես սուպեր ափերի տեսքով, հա, այսօր եթե նայենք բոլոր բանկերի մենք հաջողություն ենք ասել թղթային փողին։ Թղթային փողը դա ընդամենը մի ատրիբուտ է, կանխիկ, որը կարծում եմ մեր կյանքում երբեք
չի կորելու, այլ հարց, որ իր տեսակարար կշիռը կարող է փոքրանալ։ Պետություններ կան, օրինակ սկանդինավյան երկրներում, որտեղ 98-99% անկանխիկ է, կանխիկի կարիքը չկա։ Դա ոնց որ Շվեդիայում ես չգիտեի ինչ անեի կանխիկը։ Այո, Շվեդիաներ մասնավորապես այդ իմաստով ոնց որ դա հասարակության ընտրությունը պետք է լինի։ Չեմ կարծում, որ օրենքները արգել են երբևիցե կանխիկ չլինելը կամ ինչ որ ձևով սահմանափակ են այն իմաստով, որ չգիտեմ, դու կանխիկ չես կարող քո մոտ ունենալ։ Չէ, բայց զարգացումը բնական է բերել նրան, եթե արդեն Չինաստանում ձեռքդ ես հպում, որպեսզի բիոմետրիկայով քո վճարումն անես, որից է մարդ չեմ պատկերացնում, առավել ևս երբ որ խոսում ենք հաջորդ սերունդների մասին, որոնք առաջադեմ են եւ շատ ավելի տեխնոլոգիապես գրագետ, որ ցանկություն ունենան թղթի կտոր իրաց գրպանում ունենան կամ նույնիսկ քարտ ունենան, եթե այդ բիոմետրիկան կամ ձայնը իրար թղթից արդեն։ Այո, կարծում եմ, որ դա կլինի դրան։ Ուրիշ ոլորտից օրինակը բերեմ, ժամանակին, երբ որ էլի թվայնացում էր գնում ինտերնետ կայքերը սկսեցին ի հայտ գալ, մարդիկ սկսեցին հրաժարվել քիչ-քիչ գրքերից, որովհետև հնարավոր էր այդ ամեն ինչը on-line կարդալ, թվային տարբերակներով, բայց դա չբերեց չհանգեցրեց նրան, որ գիրքը վերանա, այսպես ասած, ավելին մենք հիմա տեսնում ենք, որ գրախանութները ծաղկում են եւ մարդիկ գերադասում են գնալ եւ գիրքը վերցնել եւ գիրքը այդ hard copy-ին վերցնել եւ կարդալ։ Նկատում եմ կարող է մի օր էլ գանք նրան, որ մարդիկ սկսեն գերադասել այն դասական ֆինանսական ծառայությունները։ Չեմ, ես մի քիչ տենց չի համադրի այդ երկու բանը, որովհետև գիրքը շատերը նաև լսում են, շատերը նաև այլ ընտրանքային, այսինքն գիրքի ատրիբուտը, եթե համեմատենք, վստահ եմ, որ տեսակարար կշիռը նվազել է գրքի թղթային։ Առնվազն այն ծավալի գիրքն ու ինֆորմացիան, որ մենք ստանում ենք, ավելի ինֆորմացիան գրքերից չենք ստանում, այլ ստանում ենք թվային աղբյուրներից եւ թվային կրկնօրինակից, բայց այո։ Դա այստեղ կարելի է նաև այդ environmental component-ն էլ հասկանալ, այսինքն ի վերջո այս ամբողջ տեխնոլոգիական առաջընթացը, չնայած ես շատ կարևորում եմ նաև, քանի որ մեզ իհարկե մասնագիտական հանրույթն է դիտում, բայց նաև լայն հասարակայնությունն է դիտում եւ կարևորում եմ այս ծայրահեղությունների մեջ ուղղակի չընկնել առհասարակ մոտեցումներում, որովհետեւ դրա համար հատուկ նշեցի, հա, մենք չենք խոսում դրա մասին, որ օй սա գալու է գերակշռելու կամ նա վերանալու է, հա, որովհետև այո, կան տարբեր մոտեցումներ, կան մարդկանց սովորություններ, առհասարակ գոնե վարքագծային, հա, առումով, իհարկե փոփոխությունը գնում է եւ մենք այդ փոփոխությունը տեսնում ենք թվերով, հա, տարբեր երկրների հաշվետվություններում եւ մոտեցումներում, բայց այո, այստեղ շատ կարեւոր է փաստել, որ այդ բալանսավորված մոտեցումը եւ ամենակարևորը ուղղակի տեխնոլոգիաներին ոչ թե ընդդիմանալը, հա, նորարարությանը ոչ թե ընդդիմանալը, այլ ուղղակի հասկանալը ինչու համար է դա արվում, ուր է դա տանում, այո, կան տարբեր ռիսկեր, ինչպես նշեց պարոն Աբրահամյանը, եւ նաեւ այդ առումով մենք ունենալու ենք օրինակ ֆորումին էլի անդրադառնալով կիբերանվտանգության մասով բավականին լուրջ քննարկում եւ ԻՍԱ-ն շանտն է ելույթ ունենալու կիբերանվտանգության ղեկավարը հենց խոսելու է նրա մասին, թե այդ դիջիտալ տրանսֆորմացիան եւ առհասարակ ապագայի փողը եւ կիբերանվտանգության բալանսավորված լինելը, որովհետեւ եթե ցանկացած պարագայում դա կլինի գրքի տիրույթը, հա, թե նոր տեխնոլոգիաներ օրինակ ֆինանսներում, եթե չունենաս այդ բալանսավորումը եւ վերահսկումը, ամեն ինչ կարող է գալ ուրիշ Դրա համար է կենտրոնական բանկը շատ հաճախ ասում, ինչպիսին ռիսկն է, այդպիսին կարգավորումը պետք է լինի ոլորտում։ Էկոհամակարգի ուրեմն տարբեր մասնակիցների հետ այս առումով խոսել իհարկե շատ կարևոր է եւ իրենց բացատրելը խոսել, չգիտեմ, թվային փոխարկերպումների մասին եւ թվային տնտեսություններն ինչպես են վերափոխելու տարբեր ոլորտներ այս առումով, ինչպիսի քննարկումներ են լինելու։ Տեսեք, շատ կարևորում եմ ոնց որ ասեցիք, հա, էկոհամակարգերի նաև մասնակցությունը ֆորումին, օրինակ Armenian Card-ը արկան, հա, արդեն երկրորդ տարի է ընկերության ազգային գործընկերն է, որտեղ ազգային համակարգ է, հա, հիմնադրված բոլոր բանկերի կողմից, կենտրոնական բանկի կողմից եւ ներկայացնում է այսպես միասնական օրակարգ, հա, շատ կարեւորում եմ այդտեղ այդ մոտեցումները, որտեղ որ էկոհամակարգային նաև լուծումներ է գալիս եւ եթե նայում ենք սկսված նույնականացումից, սկսված այդ իդենտիֆիկացիայից, հա, գալիս ենք նրան, որ տարբեր երկրներում միավորվում են տարբեր համակարգեր, այդ թվում տրադիցիոն եւ ոչ տրադիցիոն մոտեցումներ ունեցող մասնագետներ, կառույցներ, որպիսի լուծեն ի վերջո ամենակարևոր խնդիրը՝ հաճախորդին մատուցել ամենաարագ,
ամենաապահով եւ հասանելի ծառայություններ, հա, եւ այստեղ նաեւ կուզենայի խոսեի նրա մասին, որ եթե մենք խոսում ենք տնտեսության մասին եւ տնտեսության ապագայի մասին, այո, դա թվեր են եւ թե JP Morgan-ի տարբեր հետազոտություններ, թե առհասարակ KPMG, Ernst & Young, Deloitte, McKinsey-ն, այսինքն խոշոր ընկերություններ խորհրդատվական, որոնք որ աուդիտորական գործունեություն են անում, թվերով փաստում են, որ այո, digital first, digital native, որովհետեւ սերունդ է փոխվում, սերունդը այլ մոտեցումներ ունի եւ մենք ասենց օրինակ մեր ամենաառաջին արշավներից մեկը զուտ այն էր, որ ցույց էինք տալիս, թե ինչպես է փոփոխվել եւ իմ տղան, որ 7 տարեկան է, շուտով 8 կլինի, հարցնում էր, իսկ ինչ է դա, հա, ինքը չի հիշում առհասարակ, հա, որևիցե, եթե վերանում ենք ֆինանսական համակարգից, հա, նույնիսկ այդպես դիսկերի մակարդակում եւ այլն եւ այլն։ Հիմա եթե խոսում ենք փողի մասին եւ տնտեսության ապագայի մասին, այո, դա գնացել է այդտեղ եւ մենք կարևորում ենք այդ քննարկումը միջազգային լավագույն փորձը ներկայացնելու եւ նաեւ տեխնոլոգիական հնարավորությունները ցույց տալու, որովհետեւ բոլոր տեսակի նորարարությունները իրենցից պահանջում են տեխնոլոգիական լուծումներ ու այստեղ Amazon-ին օրինակ դուք շեշտեցիք, իրենց cloud ամպային ծառայություններով ավելի շատ նաեւ կներկայանան եւ մենք ֆորումի ընթացքում այլ ձևաչափել ունենք, հա, Expo-ի ձևաչափը, որտեղ Fastex-ը, Fastbank-ը, Arcan, Apricot Capital-ը, Amazon-ը ունենալու են իրենց space-երը, այսպես ասած, որտեղ որ ավելի նեղ մասնագիտական առումով հնարավորություն են ունենալու շփվելու աուդիտորիայի հետ եւ քննարկելու այո որոշակի ինտեգրացիաներ, քննարկելու հնարավորություններ միասին համագործակցելու Amazon-ի դեպքում էլ իդեպ հնարավորություն է լինելու այս տարի հետաքրքիր նոր ֆորմատ ենք մտցրել, տետատետ հանդիպումներ ունենալ կազմակերպության ղեկավարության հետ առանձին space-ում, Amazon space-ում, այսինքն այդ առումով, եթե այսպես վերադառնանք հա հարցին, տնտեսությունը փոխվում է, շատ կարևորում եմ, որ ֆորումին մասնակցում են ոչ միայն ֆինանսաբանկային համակարգը, այո, ավելի առաջադեմ, ավելի նորարարական մոտեցումները բերող եւ առհասարակ դատայի վրա հիմնված ամենա այսպես աշխարհում, հա, ամենաառաջատար դիրքերում գտնվող համակարգը, այլ բիզնեսի տարբեր ուղղություններ, կրթական մի շարք հաստատություններ, ուսանողներ եւ աշակերտներ, որովհետեւ այո, մենք կարծում ենք, որ միայն բուհերում չպետք է այսօր լինի այդ ինֆորմացիան եւ տեղեկատվությունը, նաեւ դպրոցներ պետք է գնա եւ ես շատ ուրախ եմ, որ նաեւ տարբեր ծրագրերի մասնակցող դպրոցներ, որ ովքեր ունեն օրինակ արհեստական բանականության դասեր, հա, կրթության նախարարության հետ միասին օրինակ Fast հիմնադրամի հետ միասին իրականացում են աշակերտները պարբերաբար ամեն տարի գալիս են եւ լսում են։ Այսինքն այստեղ շատ աշխատանք կա անելու, նաեւ հասարակության մակարդակում եւ այն առումով, թե ի վերջո ուր ենք գնում եւ ամենակարևորը տեղեկացված լինել, որպեսզի կարողանանք առաջնորդել։ Այդ ուր ենք գնում հարցի պատասխանը բոլոր ոլորտներում ցանկանում են տալ։ Մասնակիցները այլ երկրներից լինելու են, բացի նշված անձանցից, որ նշեցիք ովքեր են լինել ձեր հյուրերը, այլ մարդիկ։ Միանշանակ ամեն տարի մեծանում է մասնակիցների աշխարհագրությունը, իհարկե էլի սահմանափակումների առումով, հա, ինչքան տոկոս կարող ենք տեղավորել դրսից, բայց օրինակ այս տարի Վրաստանից շատ մեծ դելեգացիա ունենք եւ այնքան մեծ էր հետաքրքրությունը, մանավանդ գիտեք, որ այնտեղ էլ, քանի որ խոսեցինք ապագայի փողից, կարգավորում կա էլի միջավայր կա, հա, եւ հետաքրքիր է թե առհասարակ մեր մոտ ինչպիսին է լինելու եւ այդ համագործակցությունը նաեւ երկու տնտեսությունների միջեւ եւ խնդրեցինք վրացական e-commerce ասոցիացիային համակարգել այդ դելեգացիայի այցը եւ մասնավորապես տարբեր ընկերությունների այստեղ գալը։ Արաբական Էմիրատներից շատ մեծ հետաքրքրություն կա, ԱՊՀ երկրներից տարբեր ընկերություններ, հա, եվրոպական երկրներից եւ առհասարակ ասեմ, քանի որ մենք ունենք համաշխարհային աստղեր, այսպես չեմ սիրում այդ բառն ասել, բայց իրոք նաև իրենք իրենց հետևորդներին հրավիրում են մասնակցելու եւ բացահայտելու Հայաստանը եւ ուրախ եմ, որ տարեց տարի այդ թիվն ավելանում է եւ հույս ունեմ, որ մի օր շատ ավելի մասշտաբային կդառնա ֆորումը եւ ինչու՞ չէ նաև կկարողանանք ավելի շատ հյուրեր ունենալ այլ երկրներից։ Նաև զբոսաշրջությանն եք նպաստում։ Փորձում ենք։ Շատ լավ, այնպես է ստացվել, որ վաղտանգին ապագայի մասին եմ հարցնում այս նորեն հարցազրույցի կամ քննարկման ընթացքում
ժամանակին երբ խոսեցիք ապագայի փողի մասին, ժամանակին ես հիշում եմ, երբ որ նոր էին այդ քարտերի վրա կամ չգիտեմ հաշվամարների վրա աշխատավարձները փոխանցում, մենք երիտասարդներս այն ժամանակա գումարը գնում բանկոմատից անում գրպաններս էինք դնում, որպեսզի ապահովության այսպես ինչ որ մի հատ բան էր, զգացում ունենք այդ դրանից։ Հիմա չենք պատկերացնում հակառակ, այսինքն չենք պատկերացնում ինչպես կարելի գումարը հանել, գրպանը դնել եւ այնտեղից ծախսել քարտ կա, չգիտեմ, վերջապես հեռախոսով վճարելու հնարավորություններ կա, հա։ Այդ առումով ապագայի փողը որն է լինելու եւ որ ոլորտներ եւ ինչպես է փոխելու դա։ Տեսեք, նախ անդրադառնամ առաջի մասին ձեր ասացի, իհարկե սովորույթի ուժը շատ ուժեղ բան է եւ այդ տարիներ են պետք դա փոխելու եւ բարենպաստ միջավայր։ Բնական է ցանկացած սովորույթ փոխվում է այն պարագայում, եթե ավելի հեշտ կամ առնվազն այն ինչ սպասում ես դա ստանում ես։ Այո։ Այդ իմաստով կրկին վերադառնալով այդ համագործակցությանը նպատակը կամ ի սկզբանե այս թվային տեխնոլոգիաների եւ այս Web 3 ֆինանսների, այսպես ասենք, երևույթը ոչ թե փոխարինելն է գործող ֆինանսական համակարգին, այլ ընդհանրակը հաճախորդներին բերելու բազմազանություն, ընտրություն, վճարումներ անելու, գնալու օրինակի համար բերեմ մեկ օրինակ թոքենների, որը կրիպտո վճարումների հետ չի կապված, բայց եթե մենք խոսում ենք, որտեղ կրիպտո արժույթները ընդհանրապես մի մասն են այդ թվային ակտիվների, հա, պատկերացրեք, որ ցանկացած անդամակցության, ասենք, քարտեր, դուք ջիմ եք գնում կամ տոմս եք առնում համերգի, այդ բոլորը թոքենի տեսքով կարող են լինել ձեր հեռախոսում եւ ամենակարևորը կրկնօրինակման ենթակա չեն, այսինքն չի կարող կեղծվել դա, որովհետեւ բլոկչեյնի վրա ցանկացած գրառում եւ ցանկացած ինֆորմացիա ունիկալ է եւ մի անգամ է ստեղծվում եւ դրանից հետո հավերժ մնում է։ Հետևաբար նման տիպի խնդիրների լուծումը բժշկության մեջ բժշկական քարտը, հա, իր ամբողջ անհատական տվյալներով, թե պաշտպանվածության իմաստով, թե հասանելիության իմաստով, հա, պատկերացրեք, որ այդ հազարավոր սերվերների անհրաժեշտությունը չկա, որ ընկերությունը պահի, որ այդ տվյալները մնան, եթե դա բժշկական հաստատություն է, այլ բլոկչեյնում է, որտեղ էլի հանրության կամ մասնակիցների այդ ապակենտրոնացված գաղափարախոսությունը բերում է նրան, որ յուրաքանչյուրն իր մասն ունի այդ ամեն ինչի մեջ եւ դրա արդյունքում էլ հնարավորություն է ստեղծվում massայական տվյալ ծառայությունները դարձնել եւ նաեւ հասանելիությունը տեղեկատվության նկատմամբ։ Կարծում եմ, որ այստեղ առանցքայինը նա է, որ դու որպես անհատ քաղաքացի նախ եւ առաջ կարողանում ես տիրապետել եւ տնօրինել քո տվյալները, որը շատ կարեւոր է թե ֆինանսներում, թե ընդհանրապես հասարակության ցանկացած, այսպես հանրային կյանքի ցանկացած ոլորտում, թե բիզնեսի առումով, թե մնացածի։ Երկրորդը էապես վերափոխվելու է, քանի որ բլոկչեյնը թափանցիկ միջավայր է, վերափոխվելու է նույն ֆինանսներում, հա, այդ կարգավորող եւ վերահսկողական գործառույթը, այդպես սուբտեկ, ռեկտեկ կոչվածները, որոնք էլի բերելու են ավտոմատացման, այսինքն հաշվետվություններ ներկայացնելու օրակարգը կարող է ընդհանուր մինչեւ վերանալ։ Լինի դա տնտեսվարողը հարկայինի համար, լինի դա բանկը, կենտրոնական բանկի համար, որտեղ ամբողջ տվյալները, ամբողջ տրանզակցիաները հասանելի են բլոկչեյնում եւ ըստ էության համապատասխան գործիքակազմի արկայության դեպքում ալգորիթմներ գրելու այդ ինֆորմացիան կարող է ավտոմատ գեներացվել եւ ստանալ։ Այսինքն ուշացրած հաշվետվություններ դա կլինի, սխալ հաշվետվություններ ի սկզբանե կվերանան։ Այս նոտայի վրա առաջարկում եմ ավարտել մեր քննարկումը, մեր հաղորդումը։ Եթե ինչ-որ բան կա, որի մասին չասվեց, ֆորումի վերաբերյալ, թեմայի վերաբերյալ խնդրեմ։ Ես կուզեմ զուտ ավելացնել այն, որ մեր քննարկումը հենց այդ մասին էր եւ ֆորումն էլ Doing Digital ֆորումն էլ է հիմնական նպատակը ուղղված mindset-ի փոփոխությանը, հա, եւ այդ մտածելակերպի փոփոխությանը ոչ միայն մասնագիտական հանրույթի շրջանակում, այլ նաեւ հասարակության շրջանակում, որովհետեւ ամենակարևորը փոփոխություններին նախապատրաստված լինելն է, բայց նաեւ ավելի լայն նայելը իրերին, հա, որովհետեւ եթե մենք խոսում ենք օրինակ
նաև խոսելու ենք ներդրումային վարկի փոփոխության մասին, այլ ասենք ֆինանսական վարկի, բայց նաև ներդրումային վարկի փոփոխության մասին, եւ եթե խոսում ենք էլի սերունդների տարբերությունից, օրինակ ուղղակի 3 Գերդի հետ այդ քննարկմանը դրա համար կուզենամ վերջում կիսվել, հա, խոսելու ենք նաև նրա մասին, էլի դատայի վրա հիմնված, որ եթե մենք խոսում ենք մեր ծնողների, մեր պապերի, հա, այսպես նախորդ սերունդների ներդրումային վարկից, օրինակ, հա, իրենք ավելի հակված էին նայել, թե որն է ամենաշահութաբերը, չնայած մենք էլ ենք նայում որն է ամենաշահութաբերը, բայց մեր սերունդի եւ առհասարակ մեր հաջորդ սերունդների համար շատ ավելի կարևոր է, թե այդ ներդրմամբ իրենք ինչպիսի ընկերությունների են աջակցում, այդ ընկերությունները ինչպիսի ազդեցություն ունեն մոլորակի, բնապահպանական հարցերի, ինչքանով են սոցիալապես պատասխանատու, ոչ միայն միջայն, այլ պատասխանատվության առումով, որովհետև սերունդները վերափոխվելով նաև ուզում են պատասխանատվություն կրել որոշակի գործունեության միջոցով այն ապագայի համար, որը որ իրենք կառուցում են։ Եվ այստեղ բավականին հետաքրքիր քննարկումներ ենք անելու, դրա համար բոլորին սիրով հրավիրում եմ ապրիլի 3-ին Doing Digital Forum-ին մասնակցելու եւ կիսելու մեր հետ այդ գիտելիքը։ Շնորհակալություն։ Եթերում Civilnet Business-ներ, հաղորդում, որը նվիրված է Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական իրադարձություններին։ Առողջ եղեք, մինչ նոր հանդիպում։